Ես ու կինս ծանոթացել ենք Արցախի միջոցով։ Ինձ համար այնտեղ ավելի իրական Հայաստան էր, քան Հայաստանը։ Արցախի միջոցով ես ընկալել եմ իմ կյանքի իմաստը։ Արցախը նաև աշխարհի այն հնարավորությունն էր, որով պետք է ամրապնդվեր մարդու իրավունքների պաշտպանությունը։ Եթե վերադարձին չհավատամ, կնշանակի կյանքի իմաստ չունեմ։ Հովհաննես Իշխանյան, գրող, լրագրող, վավերագրական ֆիլմերի մրցանակակիր ռեժիսոր, 2021 թվականից ակն վավերագրողների համայնք հասարակական կազմակերպության համահիմնադիր նախագահ։ Ձեր բազմապրոֆիլ գործունեությամբ Արցախի թեման միշտ ուշադրության կենտրոնում եք պահում։ Շնորհակալ եմ։ Բնական որ պետք է այդպես լիներ, որ Արցախի թեման ուշադրության կենտրոնում լիներ, որովհետև դա ոչ միայն այս վերջի ժամանակաշրջանի Հայաստանի արևելյան հատվածն է կամ դարպասն է, այլև դա հայերի իրավունքների պաշտպանության ու առհասարակ մարդկանց մարդկության իրավունքների պաշտպանության, որովհետև բացի ազգային մտքից նաև վերազգային միտք կար, հա, Արցախի մեջ հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքը եթե հաշվի առնենք, ես ուղղակի չէի կարող այդ դրա մեջ չլինեի, որովհետև այն տեղը, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, սա այն տունն է, որտեղ ես համարյա ամբողջ կյանքս եմ անցկացել, մեծացել եմ, բայց այս տարածքը շատ տանջանքների ու ցավի գնով է ստեղծվել։ Իմ մեծ տատիկս ու մեծ պապիկս, որոնք երկուսն էլ ցեղասպանությունը վերապրած էին, երկուսի ընտանիքներն էլ գրեթե ամբողջությամբ կոտորել էին, հանդիպել են Աթենքում իրենք, Աթենքից հետո իրենք երբ գալիս են Երևան, այստեղ են նաև այս տարածքն են առնում, որը փոքրիկ տարածքեր ու 10 հոգով ապրում էին, 20 քառակուսի մետր։ Իրենք կամաց իրենց այդ տքնաջան աշխատանքով այդ տարածքը մեծացնում են։ Հետո երբ որ ես էի մեծանում ու արդեն տենց սկսում էր իմ մոտ հարցեր առաջանալ իմ ինքնության մասին, ով եմ ես, որտեղից եմ գալիս, իհարկե ինքնությունը պարզելու ամենակարճ ճանապարհը նախնիներին ուսումնասիրելն է։ Մի ժամանակաշրջան մարդիկ են ապրել, որոնք իրենց աշխատանքով ինձ համար ստեղծել են ապահովություն ու կայունություն։ Եթե իրենք չունեին այդ տները, զորով մի կերպ ստեղծել են, սերնդեսերունդ անցել է ու ես արդեն եկել եմ, դարձել եմ այն սերունդը, որը կարող տուն ստեղծելու մասին չմտածել, գնար սովորել։ Իսկ եթե ես գնում եմ սովորեմ, ես ինչ-որ ձևով պետք է վերադարձնեմ նաև ինձ համար այդ կայունությունը ստեղծածին։ Իսկ ինձ համար այդ կայունությունը ստեղծածին վերադարձնելը նշանակում է մտնել այդ հայերի իրավունքների պաշտպանությամբ առօրյա դրանով զբաղվելը։ Ու քանի որ այս մեր ժամանակաշրջանում ամենասուր եւ վտանգավոր տեղը հայերի իրավունքների պաշտպանության, այսինքն իմ պապիկներիս աշխատանքի այդ սուր տեղը Արցախն էր, դրա համար բնական էր, որ պետքա հենց Արցախով լցվեր իմ առօրյան։ Եվ պատահական չէ։ Արցախի դրոշը մենք 2021-22 թվականներն էին, երբ մենք հասկացանք, որ հայերի մտքից հանում են Արցախը։ Ամեն ինչ անում են, որ հայերը չմտածեն Արցախի մասին, մտածեն փակված թեմա է։ Հիմա էլ են իհարկե նույնը անում, բայց այն ժամանակ դեռ ֆիզիկապես Արցախը կար, մարդիկ կային այնտեղ։ Բայց էլի փորձում էին մտքերից հանել, այսինքն ամեն ձև ուզում էին ոչնչացնեն Արցախը պահելու ցանկությունը հայերի մեջ։ Ու մենք ընկերներով հենց ակննդական վավերագրողների համայնքով իմ զարմիկս Ռաֆայել Իշխանյանը այդ միտքը տվեց, ասեց եկեք մի հատ sense բան անենք, Արցախի դրոշներ կախենք ու մեր խոսքը ուղենք արցախցիներին, որ ցույց տանք, որ այստեղից այնտեղ կա այդ զորակցությունը ու պաշտպանությունը։ Անունն էլ միտքս Արցախին էր, մեծ բան դարձավ, մեծ արշավ դարձավ, առանց որևէ ինչ-որ ռեսուրսների։ Մենք ուղղակի նկարում էինք, շատ մարդիկ չունեին Արցախի դրոշ, գնում էինք, պատվիրում էինք,
Արցախի դրոշները, նույնիսկ ես հիշում եմ, որ սկսեցինք վերնիսաժից այդ Արցախի դրոշները վերցնել, զարմացել էին, ասում էին, այս երկար ժամանակ այլ ոչ մեկ չի հետաքրքրում Արցախի դրոշով։ Այս պատշգամբից նաև մամաս երբ որ ելույթ ունեցավ այդ միտքս Արցախինի համար, ոնց որ դրոշը կախում էին ու իրենց սրտի խոսքն էին ասում։ Ու մամաս այդ հենց սկզբից հուզվեց, ասեց՝ սիրելի արցախցիներ, դուք մենակ չեք, հա, ու սկսեց արտասվել, ու դա շատ այդպես ազդեցիկ էր, հա, այս պատշգամբում էր։ Այս Եղևնին օրինակ ես ու իմ ու կնոջս առաջին տնկած ծառն է, ես ու կինս ծանոթացել ենք Արցախի միջոցով, այսինքն մեր այդ պայքարը բերել է մեզ միացրել է իրար, երբ որ Արցախը շրջափակված էր, այդ ժամանակ ակննդականով մենք շրջափակված Արցախ մրցույթ էինք անում, որպեսզի Հայաստանի արվեստագետների միտքն ու սիրտը ոնց որ ուղենք Արցախի հարցերի շուրջ ստեղծագործելու, որ փորձեն հնարքներ գտնեն ճանապարհը բացելու։ Պատի վրա գրվածը Շուխուրչյանը արվեստը քնած է։ Սա դեռևս սեպտեմբերի 27-ից առաջ է ես ֆիլմը նկարում ու Հայաստանի արվեստագետների ու հատկապես քաղաքական, հա, արվեստագետների մասին էր, որոնք 2018 թվականից առաջ ակտիվ գործունեություն էին ծավալում ազգային ժողովի դարպասները վարդագույն էին ներկում ի նշան իշխանության դեմ իրենց բողոքի, նախագահականի մոտ էին ինչ-որ տորթ էին տանում, պարում էին, ձեռ էին առնում ու անընդհատ այդ պայքարների մեջ էին։ 2018 թվականին այդ շարժման ժամանակ ամենաակտիվներից էին, այդ մետրոյի դռները փակողները, փողոց փակողները, ես էլ էի համերաշխ այդ շարժման հետ, բայց 2018-ից հետո երբ որ սկսվեցին մյուս խնդիրները, որոնք ավելի սուր էին, քան 2018-ից առաջ։ Գնացի այդ արվեստագետների մոտ, հարցնեմ, տեսնեմ, այս սուր եք չկաք, էլի, ես ինչի ձեն չեք անում։ Երբ որ վերջում տեսա, որ այս արվեստագետները չկան, ես որոշեցի, որ ինքս իմ բանը պետք է անեմ, իմ ակցիան, քաղաքական արտը։ Ուստես գրեցի Շուխուրչյանը արվեստը քնած է, նկարեցի, կպչուն թղթերի վրա տպեցի ու տարա կպցրեցի ազգային ժողովի պատին, կառավարության պատին, ԱԱԾ-ի պատին, հետո ԱԱԾ-ից զանգեցին, նաև եկան հարցնեն, թե ես ինչ պահա, հա, ոնց որ այս այդ նշանակությունն է ու ֆիլմը ես չկարողացա հրապարակեմ, երբ որ վերջացրեցի, որովհետև սկսվեց պատերազմը։ Պատերազմից հետո երբ որ պարտված իշխանությունը հրաժարական չտվեց, ել ավելի սրվեց այս հարցը, թե հիմա ոնց կարա արվեստագետը լռի առհասարակ, ոնց է դիմանում ընդհանրապես։ Այդ ժամանակ արդեն հրապարակեցի ֆիլմը, բայց ֆիլմի մեջ այդ պատերազմից հետո չկա, որից հետո շատ ավելի ահռելի տենց մարդու իրավունքների խախտման ու դաժանությունների ու դավաճանությունների մի հատ մեծ շարան է տեղի ունեցել, հա։ Մինչև հիմա այդ մեսիջը տեղ չհասավ։ Հետո ես հասկացա, որ եթե ես ուզում եմ որպեսզի արվեստը չքնի, ես ինքս պետք է զբաղվեմ այդ հարցով։ Ու հենց ակննդականը ստեղծելու պատճառներից մեկն էլ դա է։ 2022 թվականին, երբ որ արդեն գիտեինք, որ Աղավնոն ու Բերձորն են հանձնում, մենք մոտավորապես գրեթե 20 արվեստագետ գնացինք հայտարարություն արեցինք, որ գնում ենք Արցախ շրջայցի Աղավնոյում էր Վարդավառեր, այնտեղ Աղավնոյում իրենք համ ստեղծագործում էին, համ բնակիչների հետ ծանոթանում, համ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը պատմում էր ինչ վիճակա նախապատերազմյան, հետպատերազմյան, պատերազմական վիճակները ինչպիսին էին։ Հետո շարժվեցինք դեպի Մարտունի, Ազնավուր Սաղյանին հանդիպեցինք, ու Ազնավուրը ոգևորվել էր, ասում էր, այսքան ժամանակ, այսքան մեծ պատվիրակություն դեռևս չէր եկել, մարդիկային չէին եղել Արցախում առհասարակ, ու իրանց սիրտն ու միտքը իսկապես կապվում էր, ու իրանք սկսում էին հասկանալ ներսից, թե ինչ է կատարվում, պատճառահետևանքներն էին ընկալում, մարդկանց էին տեսնում, որոնց ուղիղ առնչվում է։ Հետո գնացինք Ամարաս, այնտեղ ստեղծագործեցինք, եկանք Ստեփանակերտ, Աղավնոյի դպրոցում մեր արվեստագետները երեխեքի հետ դասընթացներ արեցին, Ստեփանակերտում հանդիպեցինք ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանին Արդարություն կուսակցությունից, ու մեր արվեստագետները գրողներ էին, լուսանկարիչներ, ռեժիսորներ, օպերատորներ, ամեն մեկը իր ստեղծագործությունն արեց։ Այս վերջերս էլ ցուցահանդես արեցինք, որտեղ հիմա փորձում ենք Հայաստանի տարբեր վայրերում էլ նույն ծրագիրը անենք, որպեսզի ստեղի արվեստագետը, գրողը ինքը ստեղծագործի իր շրջակայքի, շրջապատի գտնվող խնդիրները, որտեղ արհեստական է եւ դիտավորյալել է արված, երբ որ արվեստագետը մարմնով ապրում է այստեղ, բայց մտքով ինքը, ասենք, ուրիշ մայրցամաքներում է գտնվում։
Այո, նպատակ ունեիք հանրային ուշադրությունը սևեռել Արցախի վրա ձեր այդ նախաձեռնությամբ։ Արդյոք ապարդյուն էիք համարում ձեր այդ ջանքերը, ինչու չհաջողվեց փոխել ինչ-որ բան։ Չհաջողվեց, որովհետև քաղաքական աջակցություն չկար։ Այնուամենայնիվ այս բոլոր ջանքերը մի օր բերելու են նրան, որտեղ լինելու է քաղաքական աջակցություն։ Բայց մեր ռեսուրսները, եթե վերցնենք արվեստի, մենք կարող ենք հատվածային ուշադրություն հրավիրել, ստեղծել համայնքներ, հետո համայնքներից կպցնել այլ համայնքներ, մենք բոլորս մտածենք մոտավորապես նույն ձև եւ մեր սիրտը տրոփի նույն ձև, սակայն եթե այնտեղ օրինակ դռների հետևում բանակցելու են Արցախը հանձնելու շուրջ ու իրենց այդ հսկայական այդ մեդիան, իրենք էլ իրենց արվեստագետները չէ ունեն, այդ իրենց բազան օգտագործելու են մարդու իրավունքները ոտնահարելու համար, իրենք են հաջողել, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է գործեինք նախ, որովհետև չենք կարող գործել, որովհետև կա անարդարություն եւ այդ անարդարությանը պետք է արձագանքել, դա մարդու խառնվածք է, հա, կարող ես չարձագանքել, եթե չունես այդ խառնվածքը, բայց չես կարող չգործել։ Եվ հետո այդ պահին գուցե դու անցնելու ես ողբերգությունների միջով, դու պետք է գործես, որպեսզի կարողանաս գտնես քո դաշնակիցներին, որպեսզի կարողանաս ավելի հմտանաս, գիտելիքներ հավաքես, ավելի ուժեղանաս, որովհետև ամեն մի գործողությունը նաև ինքնավստահությունը արտնասնում քո մեջ, չէ՞, ու երբ որ այդ ինքնավստահությունը արտնանում է, դու սկսում ես արդեն ինքնավստահների ոնց որ տարածել ինքնավստահությունը ուրիշների վրա, դուք ամրանում եք, որպեսզի հետո կարողանաք ձեր այդ գաղափարը իրականացնել։ Ու ես սենց եմ մոտենում հարցին, այս պատմական ժամանակաշրջանում, որտեղ իմ ավակ սերունդը ինձ տվել էր Արցախ, հնարավորություն, երկու ճանապարհ գնալու, այնտեղ տեսնելու մեր արվեստի գործերը, թանգարանները, վանքերը, եկեղեցիները շփվելու այնտեղի մարդկանց հետ, ինչը ճիշտն ասած ինձ համար այնտեղ ավելի իրական Հայաստան էր, քան Հայաստանը, չգիտեմ, ես իմ կյանքում կտեսնեմ Արցախի վերադարձը, թե չեմ տեսնի, բայց քանի դեռ արևը կա, հա, ու մենք ապրում ենք արևի տակ, մենք պետք է դրա համար այս գործողությունները իրականացնենք, թեկուզ մեզ թվում է ապարդյուն, դա արդյունքը իրա տալու է, որովհետև Ռաֆին օրինակ, ասենք իր այդ գործերը որ գրում էր Հայաստան չկար, բայց այդ իր գործերի հիման վրա 18 թվականին այդ ողջ այդ մտածողությունը բերեց ստեղծեց Հայաստան։ Հիմա Ռաֆին ապարդյուն էր անում, որ չտեսավ Հայաստանը։ Չեմ կարծում, որ ապարդյուն էր անում, որովհետև մենք հիմա այստեղ հայերեն ենք խոսում։ Հաճախ հատկապես հետադարձ հայացքով մենք լրագրողներս մեղադրում ենք Արցախի խնդիրներին մեղմ անդրադառնալու համար կամ տարբեր պատճառներով լռելու համար։ Հիմա երբ մեզնից խլված է Արցախը, մտածում ենք գուցե մեր մեղքի բաժինն էլ այդ լռության մեջ էր։ Նման զգացողություն դուք ճիշտ ասած ես երբեմն մտածում եմ, որ ոչ թե լռությունն է մեր ռազմավարական, մարտավարական բացը, այլ բանը, աղմկելը, շատ խոսալը, որովհետև երբեմն ինձ թվում է, օրինակ, եթե բան նայենք, հա, չինական ռազմավարության տեսակետից նայենք, որ ասում է կարիճը սպասում է այնքան, մինչև իր զոհը գա ու ինքը այդ զոհին հաղթի, կամ մեր հետ աշխատողները, հա, մեր հակառակորդները նույն ձև են, չէ, խափում, սիրաշահում, շոյում, վա ինչ լավն եք բան, իսկ մեր պարագայում հակառակն է, հենց մեկը միած սխալ բան է անում, սենց մատով ցույց ենք տալիս, համայնքից դուրս ենք շպրտում, ասում ենք կորի։ Իսկ թուրքը այդ կորածին գալիս է ու վերցնում է իրան, որովհետև նա նեղացած է, եւ եթե այս նեղացածին վերցրեց, ինքը կարա այդ իր նպատակների համար ուղղի։ Այսինքն ես կարծում եմ, որ այստեղ այդ ոչ թե լռելու, բարձրաձայնելու հարցն է, այլ բանի, մեր ռազմավարական դառնալու հարցն է, որովհետև եթե մենք ռազմավարությամբ չենք մոտենալու այս հարցերին, ամենայն հավանականությամբ շատ դժվար է լինելու հետագայում Արցախ վերադառնալը։ Եթե կա լռություն, լռությանը կա պատճառ։ Հիմա օրինակ ինձ համար այդ արվեստագետների լռությունը հարց էր։ Եվ ես սկսում եմ հետաքրքրվել, լավ, որն է պատճառը, ի վերջո ես էլ եմ այդ արվեստագետների մեջ եղել։ Ու ես տեսնում եմ, որ մեր արվեստագետների լռության պատճառը, մեր արվեստագետների միտքը բանն է, քաշելն է իրանց կողմը ավելի արևմուտքի կողմից, որովհետև արևմուտքը ավելի տենց անձնական ազատությունների,
Նյութական արվեստասեր, ինչ-որ sense բանա, քաղաքակրթությունա, ու երբ որ այստեղի արվեստագետներին ուշադրություն չէին դարձնում էր արևմուտքը դրամաշնորհներ էր տալիս, իրենց փառաբանում էր, տանում էր տարբեր տեղեր շրջայցերի, մնում էին ստեղծագործում։ Ոչ միայն այս ոլորտի համար էր անում այդ ամենը։ Ոչ միայն այդ ոլորտի, բայց ոչ միայն, իհարկե ոչ միայն այդ ոլորտի, իրավապաշտպանությանն է դա վերաբերում, դա լրագրությանն է վերաբերում եւ այլն։ Ու հիմա եթե այդպես են վարվում, հարցը առաջանում ես ոնց կարամ վարվեմ, որպեսզի իմ ընտանիքի անդամը զբաղվի մեր իրավունքների պաշտպանությամբ։ Ու դրա համար սկսում ես գործել, էլի, այսինքն ասել, որ լռում են, արդյունավետ չի։ Արդյունավետ կլինի գտնել, անել այն գործողությունները, որի արդյունքում չեն լռի։ Իսկ երբ քիչ եք, երբեմն մենակ չեք զգում ձեզ։ Այստեղ մի հատ տրավմա կա, որը բացի է էթնիկ զտման ու ցեղասպանության տրավմայից, այստեղ կա ապրածդ կյանքի ու ընկերների հետ նույն հարթության մեջ գտնվելու տրավման, որովհետև 2020 թվականից հետո ես սկսեցի կորցնել իմ ընկերներին, որոնց հետ ասենք օր ու գիշեր անցկացնում էի իրանց հետ, որովհետև կարծում էի մենք նույն հարթության մեջ ենք, բայց պարզվեց մեր հարթությունները տարբեր են։ Դու դրա մեջ կային թե իրավապաշտպաններ, թե արվեստագետներ, թե ինչ-որ հանրային այլ գործիչներ, թե թութու մանկության ընկերներ չեն եղել, հա, բայց երբ որ այդ հարթությունը ասես պոկվում է, դու ես տեսնում ես, օրինակ հատկապես շրջափակման ժամանակ էր։ Չէ, միայն շրջափակման չէ, նոյեմբերի 9-ից հետո էր ամենաակտիվ։ Չկար այդ հուսահատությունը։ Կար, բայց այդ հուսահատությունը վերածվեց գործողության, այսինքն դա չմնաց իմ մեջ ու դարձավ ինչ-որ թույն, իմ բոլոր գործողությունները, որոնք հիմա տեղի են ունենում, նաև ինչ-որտեղ հղում են արվում այդ հուսահատությանը։ Այն կողքի ձայները, որոնք սկսում են արցախցիների նկատմամբ ատելություն տարածել, այդ լրիվ սկսում ես հասկանալ, թե ոնց է լինում, ինչ է լինում, ինչ քաղ տեխնոլոգիա ու պրոպագանդա եւ այլն, ու դից հուսահատվելու փոխարեն սկսում ես գործել։ Այս էլ իմ պապիկս Հարություն Խաչատրյան, բարև ձեզ։ Վարպետ, 15 մասնագիտությունների տեր։ Լավ եք։ Ինչ կշահենք։ Պրիզ։ Պրիզ, Ես իրեն նկարել եմ պրիզ եմ շահել։ Բա նկարենք։ Դրա համար եմ ասում։ Ինքը ծնվել է Բութանիայում, Էրեբունիում, տան մեջ։ Իմ տատիկը Գետաշենից է, պապիկս 5 անգամ է ամուսնացել։ 5 անգամ։ 5 անգամ է ամուսնացել։ Այսինքն իմ մի ճյուղը Գետաշենից է, մամայի ճյուղը, իսկ հորս մոր ճյուղը իրանք Շուշիից են։ Ոչ բոլորն են հասցրել տեսնել, ճանաչել Արցախը։ Դուք հասցրել եք դա անել։ Սա պարտքեր, քիչ առաջ նշեցիք, էլ ինչ, պատասխանատվություն, ինչ։ Արցախը տեսնելը նաև այս հետսովետական շրջանի համար ինքը իրական Հայաստանը տեսնելն էր, որովհետև այս Հայաստանում ազդեցությունները այնքան շատ են տարբեր կողմերից, տարբեր տեսակի, որ սա հետաքրքիր բան է։ Անմահական թութ է սա։ Տերևով է, թե մի ձերքուր այդ թութը ուտում եք վերադառնում եք Արցախ։ Տերևով բռնեք։ Վերանեք դիպուկը։ Ձերքով չբռնեմ։ Որի վրա չտապ։ Հիմա սենց անեմ։ Հազար դրանები։ Այդ թութը ուտում եք վերադառնում եք Արցախ։ Հա։ Հետսովետական շրջանում ազդեցությունները այս Հայաստանի մասում այնքան շատ են տարբեր կողմերից, տարբեր շահեր, հետաքրքրություններ, որ ըստեղի խառնվածքը հայերի գնալով փոխվում էր դեպի հենց այդ շահերը, ամեն մեկը դառնում էր մի ճյուղին պատկանող։ Արցախի պարագայում, օրինակ եթե մենք նայում ենք այս վերջերս ֆիլմ էի թարգմանում բանի մասին, հա, Արևմտյան Հայաստանի, եթե չեմ սխալվում, Տիգրանակերտի շրջաններ, որտեղ մնացածները, թուրքերը պատմում են հայերի մասին հիշողություններ, որ հաց էին սարքում, որ հաց կիսեն հարևանության հետ։ Արցախը այդ ընկերվարական, այդ հոգատարության, այդ համագործակցության, այդ մոդելը հայկական տեսակը հենց այնտեղ էր, հենց դուրը մտնում էր Արցախ, դա արդեն սկսվում էր այդ բանը, ջերմությունը։ Նոյեմբերի 9-ից հետո ես երբ որ գալիս էի Արցախ, այնտեղ ինչ էի տեսնում։ Տեսնում էի բնության մասին ինչ-որ պաստառներ կամ պաշտպանության մասին ինչ-որ պաստառներ, Ստեփանակերտի այդ ապրիլյանի այգով որ քայլում էի, այնտեղ հարգանքն էր այդ զոհվածների նկատմամբ։ Երևանում հետ էի գալիս Երևան, մտնում էի ու այդ բաների
խաղադրույքների գովազդները սենց հերթով, սենց քո աչքի առաջ։ Միտեղ չկար, պիտի գնայր հասներ Եռաբլուր, որպեսի բաներն էր, որպեսի ստեղի մարդիկ, ասենք, հարգեին իրենց համար կյանքը ընդհատած մարդկանց։ Իսկ ամենասիմվոլիկ պատկերը Արցախից քիչ առաջ որ նշել եք, դա է թե էլի կա։ Սիմվոլիկը չգիտեմ, բայց ինձ համար Մարտունի այդ արմավենիներն են ամենատպավորիչը, որովհետև մենք գիտեք այդ մի հատ էլ բան կա, որ այդ հայրենասիրական շղարշի մեջ ոնց որ իրական այլ պատկերներ կորում են։ Մենք անդադ տեսնում ենք եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր եւ այլն, բայց օրինակ ինչ որ մեկ էլ անսպասելի ինչ որ բան կարող է լինի, որը ասենց բացահայտում լինի քաղաքի մասին։ Ու որ մտանք Մարտունի, ես տեսա, որ արմավենիներ կան այնտեղ, փարթամ սիրուն աճում են, քաղաքապետարանի դիմաց էլ կա, այդ ինձ համար ոնց որ այդ բանն էր էլի, որ այս Արցախի մի հատ բաղադրիչ կա, որի մասին ես չգիտեի։ Ոստեղ որ գալիս էի, ասում էի դուք գիտեք որ Մարտունիում արմավենի է աճում, ոնց բան, հո, բան, ասես Մարտունին գիտենք, Մոնթեին գիտենք, այդ զինվորներին գիտենք, այդ ամեն ինչը գիտենք, բայց գիտեք քաղաքը դարձնում է այդ կյանքա տալիս այդ փոքր բաները։ Օրինակ այս ծառը, որը 80 տարեկան է ու ծիրանի ծառն է, իմ ողջ մանկությանս հետ է կապվում։ Այսպիսի բաները եւս անձնական կապվածություն ստեղծելը շատ կարևոր է, որ մեր այդ, որ ասում ենք, լռություն չլինի, որ լռություն չլինի։ Նայեք օրինակ Փարիզի, Ֆրանսիայի դեպքում, չէ, ամբողջ աշխարհի սիրտը կապել են Փարիզի Աստվածամոր տաճարի հետ։ Ու երբ Փարիզի Աստվածամոր տաճարը այրվում է, բոլորի բանը ուշադրությունը, հա։ Հիմա Արցախը ինչպես է փոխել ձեզ որպես քաղաքացի, գրող, լրագրող։ Չէ, դե ինքնավստահությունն է մեծացրել, որովհետև Արցախում լինելով ու իմանալ ավելի խրվելով այդ իմ նախնիների թողած աշխատանքը շարունակելուն, իմ ինքնավստահությունը դրանից բարձրացել է։ Ու այդ ինքնավստահությունս հասել է մի մակարդակի, որտեղ ես նաև ձեռք եմ բերել, ոչ թե ձեռք եմ բերել, այլ հասկացել եմ, ընկալել եմ կյանքի իմաստը։ Այսինքն, եթե այտենց մի բառով ասենք, Արցախի միջոցով ես ընկալել եմ իմ կյանքի իմաստը։ Արցախը կորցրինք եւ 150,000 արցախցի կորցրեց քաղաքացու իրավունքները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի ամիս առաջ մեկ այլ հարցով ձեր օգտին կայացրած որոշումից եւ փոխհատուցումից հրաժարվելը կարող ենք ասել, որ ձեր բողոքի ձայնն էր արցախցիների իրավունքների ոտնահարման դեմ։ Միանշանակ կապվում եմ դրա հետ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել էր իմ խախտված իրավունքները, 3-ն էինք ներկայացրել, դրանցից 2-ը, որը տեղի էր ունեցել Էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ։ Իմ խախտված իրավունքները մի կառույց էր ճանաչել, որը եւ հիմնվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի վրա։ Սակայն 2018 թվականից հետո մարդու իրավունքների ոլորտում եւ ժողովրդավարության Հայաստանը անընդհատ հետընթաց էր ապրում, անընդհատ դատարաններն էին շրջափակվում, շինծու գործեր էին սարքում, բայց ինչ էր Արցախը, բացի նրանից, որ մեր հայրենիքն էր, Արցախը նաև աշխարհի այն հնարավորությունն էր, որով պետք է ամրապնդվեր մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդավարությունը։ Ստեղծել ենք մի հատ փոքր ժողովրդավարության մոդել, մենք ասում ենք, մենք այս կանոնների պատասխան ենք գործում, տեսեք մեզ մոտ Արցախում դատական օրենսդիր, գործադիր իշխանությունները անջատ են, մեզ մոտ փոխվում են նախագահները ժողովրդի ընտրությամբ։ Այդ երկրները պաշտպանեցին փաստորեն այն քաղաքականությունը, որը հանձնում էր ժողովրդավարությունը բռնապետությանը։ Մի երկրի, որտեղ 30 տարեկան նույն ընտանիքն է իշխանության։ Մի երկրի, որտեղ ազգային փոքրամասնության առաջնորդները բանտերում սպանվում են թալիշների։ Մի երկրի, որտեղ լրագրողները տարիներով ազատազրկվում են, 300-ից ավելի քաղբանտարկյալներ ունեն։ Այսինքն Արևմուտքը, Եվրոպան, Ամերիկան, Միացյալ Նահանգները, որոնք Հայաստանին իբրև թե սովորեցնում էին ժողովրդավարություն, իրենք նպաստեցին,
որպեսզի Հայաստանում լինեն իշխանություններ, որոնք հանձնեն ժողովրդավարությունը Ադրբեջանին։ Եվ հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Ադրբեջանում զնդաններում են, հա, պատանդվերծված ոչ միայն հայեր, հայ ռազմաքաղաքական գործիչներ եւ քաղաքացիներ, այլ մարդիկ, որոնք հենց ներկայացնում են այդ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Այսինքն հայերը այս պահին ամենամեծ զրկանքներն են կրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության համար աշխարհում։ Ու դրա համար է, երբ որ Արցախը դու հանում ես, երբ որ ասում ես ուժեղը կարա ինչ ուզի անի, ոչ մի կանոն չպահի, անարդար աշխարհ կարա լինի, Արցախը երբ որ հանում ես, այդ պարագայում սկսվում են այն մնացած այն հակամարտությունները մեր տարածաշրջանում, որ այո, Սիրիայում կարող են գալ ցեղասպաններ ինչ-որ իշխանության։ Այո, Իսրայելը երբ ուզի Գազայում ոնց կուզի կկոտորի այդ ժողովրդին, երբ ուզի կհարձակվի Իրանի վրա, ինչ կուզի կանի։ Արցախը պահում էր այդ հնարավորությունը, բալանսը։ Աշխարհին տիեզերքը ոնց էր, sense մի քիչ ավելի կոսմոլոգիական տերմիններով, տիեզերքը դրել էր մարդկությանը փորձառության առաջ Արցախով։ Կամ դուք ընտրում եք այդ բռնապետությունը նավթը կամ ժողովրդավարությունը։ Եվ հիմա այն կառույցները, որոնց հիմքում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն են, իրենք ընտրեցին բռնապետությունն ու նավթը եւ իրենք իմաստային առումով գնում են դեպի տապալման։ Կարող է նոր իմաստներ գտնեն, չէ՞ որ հիմա փորձում են, հիմա օրինակ Միացյալ Նահանգներում փորձում են քրիստոնեությունը բերել որպես նոր իմաստ։ Կարան անեն, բայց այդ որ իրանք կորցրին իմաստային իրենց հիմքը, իսկ եթե այդ արդարությունը կորումա, իվիջինալ Հայաստանն էլ էր տենց 91 թվականին, երբ որ անկախությունը ստացանք, այդ Արցախի հիմքն էր անկախությունը, բայց եթե դու այդ Արցախի հիմքում սկսում ես այդ նյութապաշտությունը, թայֆայականությունը, դասակարգեր են, հա, դա հարուստների աղքատների դասակարգ կա, հարուստի երեխեն բանակում չի ծառայում, աղքատինը ծառայում է։ Այս անարդարությունները երբ որ դու ստեղծում ես, այո, գալիս են 2018 թիվ եւ հայտնվում են մարդիկ, որոնք այդ անարդարության վրա խաբելով գալիս են իշխանության։ Հիմա նույն խնդրի առաջ կանգնած է արևմտյան արժեքները, ու ես քանի որ ինքս կրողն եմ արևմտյան արժեքի, իմ կրթությունը արևմտյան է, իմ կարդացածս գրքերը, նայածս ֆիլմերը, ես այսպես ասած արևմտյան կոնստրուկտ եմ, ու երբ որ իմ կոնստրուկտի մեջ այդ խնդիրներն են առաջանում, այդտեղ առաջանում է հարց, ընկեր ջան, դուք չպետք է ինձ սովորացնեք։ Իմ ընտանիքի անդամները այս պահին ժողովրդավարության համար զրկանքներ են կրում, ես պետք է ձեզ սովորացնեմ։ Իսկ ձեր այս քայլին ինչպես արձագանքեց։ Դե ես սպասում եի, որ լուր է լինելու, որովհետեւ արձագանք տեղի չի ունենալու, որովհետեւ ինչ պիտի արձագանքեին, հա։ Ես գտել եմ այս իրադրությունում ճիշտ արձագանքելու քայլը, որովհետև դուք կառույց եք, որը նպատակ ունի մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքները վերականգնելու, բայց դուք այս 8 տարի իմ ընտանիքի իրավունքները անընդհատ ոտնահարում եք, եւ դուք չեք կարող լինել այն բանը հաստատողը, պեչատ դնողը մարդու իրավունքների վերականգնման համար։ Ձեր կողմից մարդու իրավունքների վերականգնումը հեղինակություն չի այլևս։ Ինչ է կարծում, Արցախցին ումից պետք է առաջին հերթին պահանջի իր իրավունքների պաշտպանությունը։ Այն իմաստով, որ Արցախցին հայ է եւ դրան զրկել են քաղաքացիությունից ստեղի ինչ-որ մարդիկ, Արցախցին նախ եւ առաջ որպես հայ, որպես մի ընդհանուր մարմին պիտի իր իրավունքները վերականգնի այն սահմանադրախախտ խմբից, որը հասցրել է այս իրավիճակը։ Այսինքն արցախցիները մյուս հայերի պես բոլորով նախ եւ առաջ իրենց իրավունքները պետք է վերականգնեն Հայաստանի մեջ, որովհետեւ տեսնում ենք ով է խախտողը, բայց դա փոխկապակցված իրավունք է։ Երբ որ ես խոսում եմ այս թեմաների շուրջ, իմ իրավունքներն էլ են խախտվել։ Իմ ասենք ես Արցախ չեմ կարող, ճանապարհից կտրել են, չէ՞, հանգիստս խաթարել են, սահմանադրությունն են խախտել, անկախության հռչակագիրն են խախտել։ Ես խնդիր ունեմ իմ իրավունքները վերականգնելու։ Ու ստեղ է հարցը, երբ որ մարդիկ ասում են, հուսահատվում են կամ ինչ-որ բան են անում, ընդդիմությունից կամ ինչ-որ մեկից։ Հարցը հետեւյալն է, քո իրավունքը վերականգնվեց թե ոչ։ Եթե քո իրավունքը չի վերականգնվել, ուրեմն դու անընդհատ հարատև այդ բանի մեջ ես, որպեսզի վերականգնվի քո իրավունքը եւ դա չի դադարում։ Ուրեմն այս հարցը արցախցիների եւ ստեղի հայերի միասնական է։
թեև շերտավորումները, որտեղ արցախցիների իրավունքների ավելի ոտնահարման ավելի շերտավորումներ կան, դրա հնարավորությունը արդեն կա նաև այդ միջազգային դատարանների եւ այլն բանի հարցով։ Իհարկե ես խոսեցինք միջազգային դատարանի մասին նոր։ Դա իմ այն քայլն էր, որը ես անում էի, որպեսզի ցույց տամ ձեր արածը, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է այդպես վարվեն։ Ինչու՞, որովհետեւ այնուամենայնիվ մեր ձեռքին մնացել է ոնց որ աղմկելու հնարավորությունը։ Ատյանները չեն գործում, բանակը ինչ որ մեկի ձեռքն է, որ պետք չի քննարկել։ Գոնե դա անենք, հա, գոնե դա պետք է արվի, որ հետագայում, տեսեք, օրինակ Ադրբեջանը ՄԱԿ-ում մի հատ բանաձև ուներ, 30 տարի այդ բանաձևի վրա կառուցեց իր քաղաքականությունը։ Մեր պարագայում եւս այդ գործերը պետք է տեղի լինեն, որոնց վրա կառուցվելու է նաեւ այո մեր քաղաքականությունը։ Հավատում եք վերադարձին։ Եթե վերադարձին չհավատամ, կնշանակի կյանքի իմաստ չունեմ։ Հիշենք Ռուբեն Վարդանյանի խոսքը զնդանից, որ ամենամեծ մեղքը հուսահատությունն է։